Ապրիլի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ սրբազան պայքարի գործով հերթական նիստը։ Մեկնարկեց գործի հիմնական դատալսումների փուլը, որի ընթացքում պաշտպանական կողմը հանդես եկավ ծավալուն բացման խոսքով։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ելույթը սկսեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունների հակադարձմամբ։ Նախօրեին գլխավոր դատախազը պնդել էր, թե իբր պաշտպանական կողմը միտումնավոր ձգձգում է նիստերը, փորձելով թույլ չտալ գործին կցված ապացույցների ուսումնասիրությունը։ Այնինչ պաշտպանական կողմը բազմիցս շեշտել է, որպես մեղադրանք ներկայացվող փաստերը որևէ պատշաճ փորձաքննության չեն ենթարկվել, ուստի զուրկ են իրավական հիմնավորումներից և չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում։ Խուդոյանի պնդմամբ դատախազության շտապողականությունը և հանրային հարթակներից հնչող մեղադրանքները փաստում են գործի քաղաքականացված լինելու մասին։ Առաջին դատական նիստից սկսած պաշտպանության կողմը, նաև իմ վստահորդը, բազմիցս նշել են անհրաժեշտությունը առաջին հերթին ուսումնասիրել բոլոր այն ապացույցները, որոնք այդպես զարգացրած, կեղծված, խեղաթյուրված և ուռճացված ձևով ներկայացվել են մեր հանրությանը տարբեր տեսակի քաղաքական գործիչների, քաղաքական իշխանության, դրա սատելիտների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից։ Եվ պաշտպանության կողմը առ այսօր արել է իրենից կախված բոլոր հնարավոր գործողությունները, որպեսզի գործի քննության ընթացքը ապահովված լինի և իրականացվի արագ։ Պատահական չի, որ այս գործով ես անձամբ 6 անձի եմ ներկայացնում, որտեղ դատական նիստերի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել, որ պաշտպանի չներկայացված լինելու հիմքով դատական նիստը չհետաձգվի։ Ես պատրաստակամություն եմ հայտնել նաև ներգրավել գործով այլ մասնակիցների պաշտպանությանը և նաև իմ շատ գործընկերներ պաշտպանում են ոչ թե մեկ անձի, այլ մի քանի անձի և պաշտպանության կողմից որևէ պաշտպանի բացակայության պատճառով դատական որևէ նիստ չի հետաձգվել։ Խուդոյանը շեշտեց, որ մեղադրանքի տեքստում բացակայում է կոնկրետ նկարագրությունը, թե որն է եղել արդեն 10 ամիս անազատության մեջ գտնվող անձանց հանցավոր արարքը։ Փաստաբանը նշեց, որ շուրջ 11 ամիս տևած գաղտնալսումներից հետո իրավապահները որևէ ծանրակշիռ ապացույց չեն գտել և միայն մոնտաժված խոսակցություններով փորձել են մոլորեցնել հանրությանը։ Ըստ պաշտպանի, իրականում տեղի է ունենում քաղաքական հետապնդում անձանց քաղաքացիական և հասարակական վարքի, ինչպես նաև պետական կարևորության հարցերում սեփական իրավունքներն իրացնելու պատճառով։ Շուրջ մեկ ժամ տևած ելույթում Խուդոյանը ամփոփեց. դատական քննությամբ ապացուցվելու է, որ գործը շինծու է և հանդիսանում է քաղաքական պատվեր։ Այս գործի քննության վերջնարդյունքում հիմնավորելու ենք, որ ինչ-որ մի բան ինչ-որ մի կետից թարս է գնացել և մեղադրողներն ու մեղադրյալները տեղերով փոխվել են։ Պաշտպան Տաթևիկ Սողոյանն էլ դատարանին ներկայացրեց ահաբեկչության հետազոտման միջազգային մոդելները, փորձելով զուգահեռներ անցկացնել սրբազան պայքարի մասնակիցների ակցիաների հետ։ Նա ընդգծեց, որ հանրային մեղադրողները պետք է հստակ նշեն, թե ահաբեկչության, թե իշխանության զավթման մեղադրանքների պարագայում կոնկրետ ինչ հիմնավորումներ ունեն յուրաքանչյուր մեղադրյալի մասով, այլապես գործընթացը կշարունակվի դիտարկվել որպես շինծու հետապնդում։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 3-ին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի տոնական պատարագ։ Եկեղեցին վերահսկվել է 24 տարի առաջ Սուրբ Խաչի երևման տոնին, որը հռչակվել է նաև Սրբավայրի ուխտի օր։ Ձևավորված ավանդույթի համաձայն այդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Երկար տարիներ այն պահվել է Աղթամարի Սուրբ Խաչ վանքում, իսկ 1915 թվականից հետո հանգրվանել Մայրաթորում։ Սուրբ Խաչի երևման տոնը հիշատակությունն է 351 թվականի մայիսին Երուսաղեմի երկնքում Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը տարածված խաչանման լույսի հրաշափառ երևման։ Այն հայ առաքելական եկեղեցու խաչը փառաբանող 4 տոներից է։ Տոնական պատարագի սկիզբը ժամը 10-ին է։ Մասունքարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 16-ը։ Արագածոտնի թեմը հրավիրում է ամենքին մասնակցելու պատարագին և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքից բխող զորությանը։
Մասյացոտնի թեմը հրավիրում է բոլորին ուխտավորաբար այցելել Դվինի Սուրբ Հարություն եկեղեցի, մասնակցելու եկեղեցու օծման տարեդարձի առիթով մատուցվող Սուրբ Պատարագին եւ տոնական միջոցառմանը։ Եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականին երջանկահիշատակ Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Սա առաջին եկեղեցին է, որի հիմքերը դրվել են խորհրդային իշխանության փլուզումից հետո։ Եկեղեցին օծվել է 2000 թվականի մայիսի 3-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Ամեն տարի մայիսին համայնքը նշում է եկեղեցու օծման տարեդարձը։ Մայիսի 2-ին ժամը 10-ին կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ, որի ավարտին եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն։ Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների մինչեւ 22 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, զավակն են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Դիմորդները գրավոր քննություն են հանձնելու հայոց լեզու եւ բանավոր հայոց պատմություն եւ հայ գրականություն առարկաներից։ Հարցազրույցի միջոցով կստուգվեն նաեւ երաժշտական եւ քրիստոնեական գիտելիքները, օտար լեզվի իմացությունը։ Դիմորդը պետք է ներկայացնի դիմում, կրթության վկայական, մկրտության վկայական, ինքնակենսագրություն, երաշխավորագիր թեմակալ առաջնորդից, բնութագիր դպրոցի տնօրենի կողմից, տեղեկանք բնակավայրից, բժշկական վավերացման տեղեկանք, զինվորական դրության մասին փաստաթուղթ, անձնագրի պատճեն, 2 լուսանկար։ Փաստաթղթերը ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն մինչև օգոստոսի 20-ը աշխատանքային օրերին ժամը 10-ից 15։ Հեռախոս 010 517 321, 010 517 322։